Ողջույն, իմ հյուրն այսօր հաղորդակցության եւ մեդիա փորձագետ Մանվել Քեշիշյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ մոտ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչ է հաղորդակցման էթիկան ըստ ձեզ որպես փորձագետ։ Ես կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը բավականին բազմաշերտ է եւ կախված է տվյալ կոնտեքստից։ Ու պետք է հաշվի առնել, թե որտեղ եք, ինչ միջավայրում եք, որպեսզի ձեր հաղորդակցությունը լինի ադեկվատ այդ միջավայրին, բայց ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ դա ուղիղ ցուցիչն է դիմացինի հանդեպ հարգանքի, թե ինչ բառապաշար եք ընտրում, ինչ տոնով եք խոսում եւ այլն եւ այլն։ Ադեկվատ եւ այսպես ասած հաղորդակցությունը որպես այդպեսին արդյունավետ ստանալու համար շատ կարեւոր է, որպեսզի մարդ լինի մտածող, վերլուծող եւ հաշվի առնի ժամանակակից տրենդները։ Մենք այսօր ապրում ենք մի աշխարհում, որը շատ արագ է փոխվում եւ դու չես կարող ունենալ մտածողություն, որ դու ժառանգել ես 10 տարի առաջ կամ որ քեզ սովորեցրել են դպրոցում ու դուրս գաս այս միջավայրում եւ ունենաս արդյունավետ հաղորդակցություն։ Պետք է հաշվի առնել, որ մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ երեխաները մեծացել են, օրինակ, միշտ ծնողները մեծացրել են նրանց գերադրական ածականներով, ողողելով թագավորներ եւ թագուհիներ։ Դրա համար հիմա մենք շփվում ենք մարդկանց հետ, որոնց էգոները իրանց քաշից ավելի բարձր է։ Մենք պետք է հաշվի առնենք, որ հիմա մենք ապրում ենք մի միջավայրում, մի մարդկանց շրջապատում, որոնք ավելի շատ ուզում են հաջողակ երևալ, քան հաջողակ լինել։ Չգիտեմ, կամ խոսենք ագրեսիայի մասին, չգիտեմ, մեքենայի մի հատ ինչ որ ազդանշանի պատճառով մեծ կռիվների պատմությամբ քաղաք, այսինքն կյանքեր է լինում, ու կամ այսօր երբ մենք ձայնագրում ենք այս հաղորդումը, այսօր ընտանիքի միջազգային օրն է, բայց եթե նայում ենք պաշտոնական վիճակագրությունը, վերջին տարիներին մեր երկրում ավելի շատ բաժանվում են, քան ամուսնանում, նոր ընտանիքներ ստեղծում։ Այս ամենը իհարկե ցավով պետք է արձանագրել, բայց հնարավոր չի արդյունավետ հաղորդակցություն ունենալ առանց հաշվի առնելու այս տենդենսները, տրենդները եւ ի վերջո մենք ապրում ենք այս մարդկանց միջավայրում, նրանք այլմոլորակայիններ չեն, նրանց հետ նույն ճանապարհով մեքենա ենք վարում, նրանց հետ սրճարանում ենք լինում, որոշակի դեպքերում աշխատում ենք կամ հարաբերություններ սկսում եւ այլն եւ այլն։ Եվ այսպիսով արդյունավետ հաղորդակցության համար շատ կարևոր է հաշվի առնել ժամանակից տենդենսները, հասարակությունում որտեղ ապրում եք, հասկանալ որ գաղափարներն են, որ ավելի արդիական են դառնում, դա է կարևոր։ Ու մի կարևոր հանգամանք էլ կա այստեղ, որ պետք է հաշվի առնել, որ նախկինում այսպես ասած գոյություններ սիստեմ, համակարգ կար, ինչ որ ձև կար, բայց հիմա այլևս այդ համակարգն ու սիստեմը չկա, ու չկա մի հատ սիստեմ, որը որ դա փոխարինվել է։ Դրա համար հիմա մեր կյանքում, այսպես ասած, հաղորդակցությունը քաոտիկ է դարձել եւ մարդուց մարդ, միջավայրից միջավայր այն կարող է փոխվել, ու այն համակարգերը, որոնք ստեղծվում են, որ փոխեն կամ ինչ որ գան դրա տեղը լրացնելու, դրանք շատ կարճաժամկետ 1 օրվա կյանք են ունենում, ինչպես օրինակ մեր news feed-ի top news-երը։ Ու չնայած որ դուք ասացիք, որ համակարգ որպես այդպիսին այլևս չի մնացել, այնուամենայնիվ ուզում եմ հարցնել, որոշակի էթիկական կանոններ, բարոյական նորմեր կան հանրային կապերի կառավարման համատեքստում, երբ որ մենք խոսում ենք հենց հաղորդակցությունից։ Այսինքն այնպիսի կանոններ, որոնց չհետևելը կարող է ճակատագրական լինել եւ որոնց հետևելը կարող է շատ ավելի դրական ինչ որ դինամիկա ապահովել ձեզ համար այդ հաղորդակցության համատեքստում։ Եթե դուք խոսում եք պրոֆեսիոնալ մակարդակում, որպես հանրային կապերի կամ հաղորդակցության մասնագետ, ապա այո, իհարկե, շատ կարևոր է ունենալ մի շարք հմտություններ կամ մի շարք հատկություններ, որոնք քեզ կօգնեն հաջողության հասնելու, եւ այդտեղ էթիկան շատ կարևոր է, ու ամենակարևոր բանը, որ ոչ միայն մեր մասնագիտությունում, այլև ընդհանրապես ցանկացած շփման դեպքում դա չստելն է, լինել պատասխանատու, այսինքն sense տրիվիալ բաներ կա, որոնք իրականում թվում է թե տրիվիալ, բայց հիմա շատ բացառիկ հմտություններ են եւ քչերը դա ունեն, բայց նաեւ կարևոր է, որպեսզի տեսեք բիզնես միջավայրում, օրինակ ուշանալը
Այսօր մարդկանց հետ որոնց խոսում ես, որոնք բողոքում են ինչ-որ աշխատանքից կամ բան, բայց այդ մարդիկ սկի չեն կարողանում նորմալ ժամանակին ինչ-որ տեղում լինել։ Դա արդեն խնդիր է։ Ու այդ էթիկան կամ ինչ-որ բանը չի սկսվում դու այդ մարդու հետ էերով ես խոսում, այերով ես սկսում, այլ սկսում է թե դու ոնց ես այդ մարդուն վերաբերվում հենց քո առաջի հեռախոսազանգից կամ ներկայանալուց, իր ժամանակը հարգելուց, չուշանալուց եւ այլն եւ այլն։ Իսկ ընդհանուր առմամբ հաղորդակցության մասնագետի հանրային կապերի մասնագետի համար շատ կարևոր է ճիշտ շփում զարգացնել իր շահառուների հետ, որոնցից կարևոր դերում են լրագրողները, շփում հանրության հետ եւ ըստ էության լինել մարդ, որին կարող է մարդիկ վստահել եւ որն իմանան, որ չի խաբում, որը իմանան, որ միշտ հասանելի է լինում եւ որին կարող են վստահել։ Եթե մենք դիտարկում ենք ընկերությունները, հա, արդյոք դրանք ունեն կամ պետք է ունենան որոշակի կոդեքս ասվածը հաղորդակցության եւ էթիկայի տեսանկյունից։ Այո, եթե մենք խոսում ենք աշխատավայրերում, օրինակ որոշակի կանոններ ունենալու մասին հաղորդակցության, ես կարծում եմ դա պարտադիր է, ցավոք կարող եմ նշել, որ հիմնականում հայկական ընկերությունները, տեղական ընկերությունները չունեն եւ միջազգային ընկերություններ էլ ունեն, լավ պատմություն ունեն, ոմանք չէ, որոնք որոշ ընկերություններ ոչ, որոշ կազմակերպություններ նոր են անում, բայց ես կարծում եմ, որ դա շատ պարտադիր է եւ ժամանակից աշխարհում աշխատավայրի մշակույթը որոշում է ավելին, քան վարձատրությունը եւ պարտադիր չի, որ դուք ձեր գործընկերոջ հետ լինեք լավ ընկերներ, բայց պարտադիր է, որ միմյանց հանդեպ հարգանքով շփվեք, հարգանքով լինեք եւ դուք կարողանաք արդյունավետ իրականացնել ձեր գործը, ինչի համար որ դուք վճարվում եք եւ ինչի համար որ դուք այդտեղ եք, ու դրա համար կարծում եմ, որ շատ կարեւոր է ունենալ այդ հաղորդակցության էթիկան, նորմերը հավաստող որոշակի փաստաթուղթ, որի տակ կարող են ստորագրել բոլորը, որովհետև եթե թողնես մարդկանց, մենք բոլորս տարբեր պատկերացումներ ունենք շփման կամ որոշակի երևույթների մասին, դա սուբյեկտիվ, հա, ճշգրիտ գիտությունների շարքում չի, մենք որոշակի պատկերացումներ ունենք եւ այդ որոշակի պատկերացումները, բայց մենք բոլորս կարող ենք օգտագործել մեր ընկերների հետ, մեր ընտանիքներում եւ այլն, բայց երբ որ մենք աշխատավայրում ենք, մենք պարտավոր ենք ապահովել պրոֆեսիոնալ հաղորդակցություն եւ մեզ պահել պրոֆեսիոնալ կերպարի մեջ։ Ու դա կարծում եմ առաջին հերթին գալիս է ղեկավարությունից, տվյալ ընկերության, կազմակերպության ղեկավարությունից, հենց նրանք պետք է առաջինը շահագրգռված լինեն, որպեսզի երբ իրենց աշխատակիցները մտնում են դռնից ներս, իմանան, որ միմյանց հետ պետք է խոսել այսպես, միմյանց չի կարելի ասել սա եւ այլն եւ այլն։ Ու այս շարունակելով նաև, եթե մենք այս ամեն ինչը օրինակ պրոյեկտենք նույն կրթական միջավայրում, թե ինչպես են նույն դասախոսները, ուսուցիչները եւ այլն, մի քիչ էլ շատ ավելի թեժ թեմա է որպես այդպեսին, ինչպիսի հաղորդակցության նորմեր, կանոններ պետք է լինեն, որովհետեւ նույն պրոֆեսիոնալ մոտեցումը շատ հաճախ նաև այդտեղ ենք մենք տեսնում, որ բացակայում է։ Ճիշտ եք, եւ ինչպես նշեցի, դա առաջին հերթին հենց հարգանքի ցուցիչն է, բայց մենք այսօր բոլորս մեր փորձով եւ այնինչ տեսնում ենք մեդիայում, որոշակի օրինակներով կարող ենք ասել, որ կրթական հաստատություններում նույնպես կա հաղորդակցության մեծ ճգնաժամ, ու դա նշանակում է մենք ունենք հարգանքի մեծ բացակայություն եւ ուսուցիչների, դասախոսների կողմից դեպի աշակերտներ եւ աշակերտների կողմից դեպի ուսուցիչներ իրենց մանկավարժները, հա, կոնկրետ օրինակով, եթե մենք քննարկենք այս վերջին Մերձավանի դեպքը, մինչ այդ մենք կարող ենք ասել, որ, չգիտեմ, ավելի ուսուցիչների մասին խոսել, բայց հիմա եկեք խոսենք աշակերտների մասին, ու այդ ամենը այդ աշակերտները չեն հայտնվել այլ մոլորակից, եկել են սովորական մեր հայկական ընտանիքներից, ու առաջինը հենց ծնողները կարծում եմ պետք է այդ ամենը ճիշտ սերմանեին, բայց ինչպես նշեցի, նախկինում մենք մեր ոնց որ ասած դաստիարակության սխեման այլ էր, մենք մանկավարժի մասին միշտ ունենում ենք, այսպես ասած, մի երկնային կերպարի, ավելի պատկերացում ու մինչև հիմա ես, որ իմ դասատուներին, իմ մանկավարժներին փողոցում տեսնում եմ, ոնց որ ես հոգեբանորեն դառնում եմ այն հին մավելը աշակերտը դպրոցի ու այդպես խորին հարգանքով եմ դիմում իրենց, կեր չգիտեմ ինչի ան եւ այլն, բայց ակնհայտ է, որ
այդ համակարգն էլ այլևս չի գործում ու շատ ցավոտ էր օրինակ այդ դեպքերը տեսնել ու հասկանալ, որ դա իրականություն է։ Մեկ այլ կողմից եթե դիտարկենք այնպես չի որ փայլուն է օրինակ դասախոսների վերաբերմունքը օրինակ ուսանողների հանդեպ, հա, շատ այդ վերևից նայելը եւ այլն, հիմնականում քիչ դասախոսների եմ հանդիպել, որոնք դուքով են խոսում ուսանողների հետ, ինչպես մենք ենք քննարկում, ասենք, չգիտեմ, կան ասեն աչոն, կան ասեն, այ, չգիտեմ, տղա, ինչ որ տարբեր դիմելաձևերով եւ այլն, որը որ, չգիտեմ, սկսած իմ ուսանողական տարիներից դա եղել է, փաստ է, ու կոնկրետ ես հիշում եմ նաև էլի որոշակի կրթական հաստատություն այս մեկում, որ մի աղջիկ էր որ մտնում, որը միշտ հարդարված, խնամված տեսք ուներ, ու այս դասախոսը դասատուն կոնկրետ ասում է, բան, որ մի քիչ էլ սկսես արտաքինիդ փոխային ուշադրություն դարձնես ուղեղիդ, ավելի, չգիտեմ, կհմայես տղաներին եւ այլն, այսինքն դա շատ ոնց ասեմ, դասագրքային օրինակներ են, բայց որոնք ամեն օր մենք կարող ենք տեսնել մեր կրթական հաստատություններում ու դա, չգիտեմ, ինչա պետք որ դա փոխվի։ Ես չգիտեմ ինչա պետք որ փոխվի։ Այդ էթիկա բան, որ ասում ենք, ոնց որ շատ միջև դրան հասնելը շատ ճանապարհ ունենք անցնելու, էլի։ Այո, ու սրան որպես հակակշիռել, այսինքն որ շատ տնավարի ներողություն բառիս համար, հա, ոչ պրոֆեսիոնալ դիմելաձև, շատ հաճախ որոշ բիզնեսներում, օրինակ, երբ որ առցանց առաքումներ ես պատվիրում եւ այլն, ու զանգահարում են ինչ-որ բան ճշտելու, ու ուռճացված հարգալից, այսպես ասած, այդ դիմելաձևը անընդհատ 2 րոպեի խոսակցության մեջ անընդհատ կրկնվում է հարգելի հաճախորդ, ինձ օրինակ հունից անում է այդ, այսինքն սա էլ ուռճացված, այս ամեն ինչի հակառակ կողմն է, ուռճացված հարգալից վերաբերմունքը, սրա մասին ինչ կասեք։ Կեղծ վերաբերմունքը, այսինքն բիզնեսի համար շատ կարևոր է, որպեսզի իր հաճախորդի հետ վստահություն, կապ ստեղծի, բայց ձեր հետ կապ ստեղծում են, կապ չի ստեղծում։ Ու դա որ մարդը չգիտի իրականում, ինչպես ասացի, ըստ էության շփման բաղադրիչները որոնք են, հա, մարդու հետ ուղղակի պետքա մարդկային, նորմալ, հաճախորդակենտրոն վերաբերմունք լինի, բայց արդյոք դա կա։ Մի կողմից կամ տեսնում ես ընդհանրապես էթիկայից հեռու շփում է, կամ մյուս կողմից էլ տեսնում ես, որ շատ fake կեղծ շփում է։ Բայց ես ձեզ կարող եմ ասել, որ դա ոչ միայն Հայաստանում է, այլև դրսում էլ, օրինակ, չգիտեմ, գնում ենք այլ հյուրանոցներ եւ այլն, ու մի հարցով ես դիմում եի, ու այդ որ ես այնտեղ գնացել ուղղակի հանգստանալու սովորական համար եւ այլն ու մենեջերներից մեկն ասում է հիմա գնանք մեր հանդիպման գլխավոր մենեջերի մոտ եւ ասում է իմ VIP բանը հյուրը մի այսպիսի բան ունի եւ ինձ փորձում է այսպես ասած բարերով կաշառել այդ ամեն ինչը սովորական մարդկանց վրա կարող է ազդել բայց երբ որ մարդը մի քիչ մտածող է լինում կամ ընդհանրապես փորձ է ունենում հասկանում է որ դրանք ընդհանրապես մանիպուլատիվ հնարքներ են իսկ բիզնեսի կողմից եթե կարծում են որ արդյունավետ է կամ օգտակար մի հատ նորից պետք է մտածեն ու չենք կարող չխոսել սոցիալական մեդիայի մասին, որովհետև դա այսօր մեր կյանքի բաղկացուցիչ մասն է դարձել, այսպես ասած, ու եթե հաշվի առնենք սոցիալական մեդիայում թրենդները, լավ, վատ եւ այլն ներկայանալիությունը սոցիալական մեդիայում, սա եւս հաղորդակցման ուրույն տիպ ձև է, չէ՞, ու կուզեմ նաև այս համատեքստի հետ կապված հաղորդակցական ինչ, այսպես ասեմ, օրինակներ, որոնք լավ է, պետք է պահպանել եւ հետեւել եւ ինչ օրինակներ, որոնք լավը չեն ու պետք է միանգամից այդ ամեն ինչից հեռու մնալ։ Տեսեք, սա եւս մի քիչ երկար պատասխան ունեցող հարց է, բայց այս հարցին հնարավոր չի պատասխանել, եթե մենք մի քիչ ավելի խորը վերլուծություն չանենք։ Սոցիալական մեդիան հիմա ավելի շատ դեստրուկտիվ դեր ունի մեր կյանքում, քան կոնստրուկտիվ։ Այն ավելի շատ վնասում է, քան օգնում։ Երբ որ սոցիալական մեդիան եկավ մեր կյանք, այն թվաց թե ավելի է մեզ մտերմացնելու կամ ավելի է մեզ օգնելու եւ այլն, սկսած մեկուսացումից իր վնասակարությունը, հետո այն բերեց փոփ հոգեբանության զարգացմանը։ Հիմա ու այդ փոփ հոգեբանությունը, որով ասում կեղծ փոփ հոգեբանությունը մարդկանց ալգորիթմերի միջոցով այսպես ասած առանձնացրեց եւ իրանց փոքրիկ խմբերի բաժանեց, բաբլների մեջ դրեց ու մարդը իր վիճակի չեղավ
իր կանոններով մտնի սոցիալական մեդիա։ Մարդը գերագնահատեց իր դերը, մտածելով ինքն է կառավարում, բայց հակառակը սոցիալական մեդիան է կառավարում մեր ցանկությունները, ինչ ուտելը, ինչ հագնելը, ուր գնալը եւ ամենավատը, ինչպեսին լինելը։ Հիմա real-ներով են մարդիկ նայում եւ որն է ճիշտը հարաբերություններում, որն է ճիշտը, չգիտեմ, կարիերայում, առօրյայում, ինչ անել, ինչ չանել ու եթե նախկինում մենք օրինակ կարդում էինք դասական գրականություն, կարդում էինք Դոստոևսկի, կարդում էինք Բալզակ, կարդում էինք, չգիտեմ, անգլիական, ամերիկյան գրականություն եւ դա մեզ օգնում էր մեր որոշումները կայացնել կյանքում, հիմնված այդ գրքերի, մեր ունեցած փորձառությունների, լավ շփումների, օրինակների վրա հիմա մարդիկ որոշումներ կայացնում են հիմնված սոցիալական մեդիայի ալգորիթմների վրա։ Իսկ ալգորիթմները գիտեն մարդը ինչ է ուզում, դա շատ լավ ուսումնասիրել են, չէ՞, մարդու ցանկությունները, ու ինչպես նշեցի, հիմա շատ է էգոն եւ էգո ունեցող մարդը չի սիրում, երբ իրեն հակառակվում են, չէ՞։ Իսկ ալգորիթմը ոնց է աշխատում, եթե դու ինչ-որ մի բանը երկար նայեցիր, ինչ-որ մի բանը լայքեցիր կամ քեզ դուր եկավ, ինքը քեզ շարունակում է քեզ տալ այդպիսի product։ Այսինքն, եթե դու օրինակ այդ ժամանակ տրամադրություն չունես եւ կարծում ես, որ այս երևույթի մասին քո կարծիքն այսպեսին է, ու մի հատ real like-ել, հա, կարճ տեսանյութ, որը դու like-ում ես եւ այլն, քեզ շարունակում են նույնա բովանդակ, այսպես ասած, content տրամադրել, ինչը նշանակում է, որ քեզ շարունակում է համոզել, այսինքն, այո, դու ճիշտ ես։ Ու դա, չգիտեմ, դու քո ճիշտը ուրիշ է, մարդը ուրիշ է։ Այո, կանխադրույթների մեջ է, չէ՞, քեզ։ Հիմա եթե տեսեք, ինքը ձեզ ասեր չէ, ու մարտահրավերն էր ձեր կոնցեպտին, ձեր գաղափարին, դուք էլ չեք օգտվի այս սոցիալական մեդիայից կամ ինքը հետաքրքիր չէ, բայց ինքը ինչ է անում, շոյում է մարդու էգոն, ասում է դու ճիշտ ես, ահա, մի հատ էլ real, մի հատ էլ նայ, միայն դու չես այդպես մտածում, մարդիկ բոլորը ուզում ես հաջողակ լինել, ընդհանրապես, ու դու դուրս ես գալիս հանրություն, այդ Instagram-ի քեզ մատուցած ոնց է հաղորդակցվել Instagram-ը քեզ հետ, նույն կերպ դու ես սկսում մարդկանց հետ հաղորդակցվել, նույն կերպ դու ես սկսում քո հարաբերությունները կառուցել, քո կարիերան, քո կյանքը, ինչպիսին պետք է լինի հաջողակ մարդը, ջիմը, կարիերան, մենք բոլորս պետք է լինենք հարուստ, պետք է լինենք այսպիսին, մեր, չգիտեմ, ժամադրությունները եւ սիրային կյանքը այսպիսին պետք է լինի, հարաբերություններում, սահմանները, բան, այսինքն այդ ամեն ինչը ու այդ հենց դա էլ է նպաստել, որպեսզի այդ սիստեմը կոտրվի։ Հիմա էլ չկա սիստեմ, քաոտիկ է, ամեն մեկը թերթում է Instagram-ի reel-ը ու ըստ դրա հիմնականում մարդիկ փորձում են մարդկանց ոնց որ ասած հոգեբանությունը եւ կյանքի հանդեպ իրանց vision-ը ձևավորվում է։ Շատ կարևոր բաներ ասացիք, բայց եթե հիմա գնանք դրանց հետևից, իրականում ժամանակը չի հերիքի, որովհետև մարդիկ տրվելով այդ ամենին, դա ընդունելով որպես հաղորդակցության, այսպես ասած, դասական կամ օրինակելի ձև, իրականում հոգեբանորեն էլ շատ հաճախ պատրաստ չլինելով դրան, դա բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնեցնում մարդկանց, բայց այդ թողնենք այդտեղ, ուզում եմ մի հարց էլ այս ձեր պատասխանի համատեքստում, այսինքն ձեր ասածից կարող ենք հետևություն անել, որ սոցիալական մեդիայում հաղորդակցման այս ձևը տանում է նաև մարդու ինքնության փոփոխությանը։ Միանշանակ։ Արդեն ոչ թե ինքնության փոփոխությանը, այլ ինքնության կործանմանը։ Մարդու ինքնության, հա, մարդը, այլևս այդ մարդը ինքը որպես այդպեսին, ինքը չի որոշումներ կայացնում, ինքը որպես այդպեսին, ինքը նայում է որպես այդպեսին կոնտեքստից կտրված որևէ տեսանյութ կամ ինչ-որ կոդ, հա, ինչ-որ արտահայտություններ եւ ասում է, Եվ սա ինձ վերաբերվում է, բայց ինքը չի այդ ամեն ինչը վերլուծում եւ բերում այդ ամեն ինչը դիտարկում իր կյանքի տվյալ կոնտեքստի, տվյալ միջավայրում, որքանով է դա կիրառելի, որքանով դա կապ ունի դրա հետ, դա չի անում, ինքը պրոստը տեսնում է, ուղղակի տեսնում է, որ այս արտահայտությունը, տեսնում է այս real-ը եւ այլն, ինքը ըստ դրան է անում։ Դե իհարկե ոչ բոլորի մասն է, բայց մեծամասնության մասին է այս ամեն ինչը։ Ես գիտեմ նաև, որ դուք բավականին շատ փորձ ունեք VIP մարդկանց հետ աշխատելու։ Այ կուզեի ձեր աշխատանքի, ձեր փորձառության համատեքստում կարելիները, ընդունելիները, այսինքն քաղած դասերը եւ այն մոդելներով կիսվեք մեզ հետ, որոնք որ պետք է ընդունել, պահպանել եւ շարունակել հետևել դրանց։
Երկու հարց կա, երևի ուզում եի ճշտել, այստեղ աշխատանք նրանց հետ որպես պրոֆեսիոնալ, թե ուղղակի շփումը որպես Չէ, սկզբում խոսենք որպես պրոֆեսիոնալ, հետո այդ small talk ասվածներից էլ կխոսենք։ Տեսեք, եթե դուք օրինակ խնդիր ունեք պատասխանատվության հետ, եթե դուք ուշանում եք, եթե դուք ուշադրության կենտրոնացման խնդիր ունեք եւ այլն, եւ ընդհանրապես ձեր գործին չեք տիրապետում, դուք չեք կարող աշխատել այդ մարդկանց հետ։ Հիմնականում պետքա վերաբերվել շատ, այսպես ասած, հատուկ կարևորության մարդկանց, որոնց հետ աշխատում ենք, որոնց ինչ որ որոշ կազմակերպություններում կամ որոշակի, չգիտեմ, միջավայրերում հնարավորություն է լինում աշխատելու, շատ կարևոր է ունենալ նաև պրոֆեսիոնալ, այսպես ասած, զսպվածություն։ Այդ շատ կարևոր հատկություն է ու իմանալ չափը, ձեր սահմանը, երբեք դերերը չխառնել եւ լավ վերաբերմունքը չխառնել, որ դուք պրոֆեսիոնալ շփումից անցել եք օրինակ անձնական շփում։ Ընկերական։ Այո, եւ դուք պետքա լինեք շատ հոգեբանորեն դիմակայուն լինեք եւ դուք պետք է հասկանաք, որ դա ընդհանրապես աշխատանք է եւ դուք պետք է ձեր աշխատանքը կատարեք փայլուն ու հստակ իմանաք այդ ժամանակ, չգիտեմ, կարիքները, շատ լինեք կազմակերպված, որովհետև հենց ձեր կազմակերպվածությունից, ձեր պատասխանատվությունից է կախված այդ մարդու հաջող performance-ը, այսպես ասած, որոշակի միջոցառումներին մասնակցելը կամ, չգիտեմ, ելույթ ունենալը կամ մեդիայի հետ շփումը եւ ձեզանից պահանջվում է այն 10 անգամ շատ աշխատանք, ինչը որ դուք կարող եք անել սովորական իրավիճակներում։ Ու տեսեք, ասի պատասխանատվության զգացողությունը, զսպվածությունը ու նաև չափը իմանալը, հա, երբեք այդ չափը պետք չի անցնել։ Ես ֆինանսական ոլորտից ավելի շատ օրինակ գիտեմ, երբ այսպես VIP անձ էր, որին որ սպասարկում էին ու այդ անձը, որ սպասարկում էր, եւ մարդիկ սովորաբար լինում են ավելի քաղաքավարի են շփվում եւ այլն, չգիտեմ, այլ միջավայրում կարող ավելի կոշտ են բանում եւ ընդհանուր, բայց այդ մարդկանց հետ շփվում են ավելի քաղաքավարի, ավելի լավ տոներով ու այդ անձնավորությունը, որ սպասարկում էր այդ մարդուն, սկսեց ավելի ընկերական ընդունել ու իրանց հանդիպումներից մեկի ժամանակ, երբ որ մարդն եկել էր այդ ֆինանսական հաստատություն, ու սկսում է ասել, հա, վայ, եկակ ինչ որ մի հատ տենց կատակ է անում, որը որ նշանակում է, որ ինքը այդ կատակն անում է, ինքը իրանով բարձրացնում է իր ոնց որ դերը, որ կարող է կատակը անել իր ընկերը, այդ մարդու ընկերը, բայց դու ընդհանրապես իրան սպասարկող անձ ես, դա շատ կարևոր է հասկանալ ու այդ լավ վերաբերմունքը չշփոթել ընկերության հետ։ Եվ այդ մարդը մի անգամ շատ կտրուկ է արձագանքում ու ասում է, խնդրում եմ փոխել այս մարդուն, որ իմ հետ աշխատում է, որովհետև դու իր հետ չես կարող այսպես խոսել։ Դա շատ կարևոր բան է ու որ մեր մոտ, մեր հանրությունում, հա, դա ոնց որ պետք է իմանաս, որ նոր կարողանաս աշխատել։ Ու նաև իհարկե շատ կարևոր է այս անքննարկելի է վստահելի լինելը իհարկե բոլոր պարագաներում, բայց այս պարագայում նույնպես որ դի հասկանաս, որ այդ մարդկանց հետ որ աշխատում ես, ինչ լինում է այդ պահին, հետո էլ չեք աշխատում, մնում այդ պահի շուրջ, հա, իրանց, չգիտեմ, ոնց եղավ այս անջը, ինչ որ լավ եղավ, վատ եղավ եւ այլն ինչ եղավ, շատ կարեւոր է դա, որովհետեւ հետագայում այլևս դուք չեք կարող, ոչ մեկ չի վստահի ձեզ։ Ասում են, չէ, տպավորություն գործելու առաջին տպավորություն գործելու մեկ հնարավորություն ունես, միշտ պիտի շատ կարևոր ու շատ ճիշտ օգտագործես այդ հնարավորությունը։ Ու ինչպես ասացի, նաև կուզեմ մի փոքր այսպես կոչված small talk-երի մասին, այսինքն երբ որ ամենատարբեր միջոցառումներում մարդկանց եք տեսնում, որոնց հետ ուզում եք կապ հաստատեք, հաղորդակցվեք եւ այլն, ինչպիսին պիտի լինի մոտեցումը, այն որ այդ ձեր ասած այդ չափի զգացողությունը, չափը իսկապես պահպանվի, ոչ շատ սառը քիչ լինի եւ ոչ էլ շատ տաք ջերմ լինի։ Տեսեք, ամենա տարածված, այսպես ասած, խնդիրը, որ ես տեսել եմ, որ երբ որ միջոցառումների ընթացքում գալիս են ու ուզում են ծանոթանալ ինչ-որ մարդու հետ, որը որ հատուկ հյուր է եւ այլն, այս մարդիկ սկսում են իրանց մասին պատմել, սկսելով նոյից, իրանց տոհմածառից, ծագումնաբանությունից, մենք Տարոնի Հացեկաց գյուղի եւ այլն ծխական դպրոցում, որ սովորում էի, պապս այսպեսին, հա, ես ցես թվում է կատակ եմ անում, բայց իրական շատ երկար են խոսում ու ինչ որ դա չեն հասկանում մարդիկ եւ ինչ ես ուզում իրանցից ու ամենամեծ խորհուրդս որ դա լինում է որ մարդկանց ես ունենում եմ ժամանակ որ
կարճ, այսինքն միշև մոտենալը դուք իմացեք ինչ եք ուզում կոնկրետ հաղորդակցել այդ մարդուն ձեր մասին։ Ով եք դուք, ինչի համար եք եկել ծանոթանալ եւ ինչ տպավորություն թողնել, որովհետեւ ձեր շփումը հետագայում հնարավոր լինի շարունակել, հա, այդ շատ կարեւոր բան է։ Կա չէ elevator speech ասված այդ մի րոպեն։ Նույն այդ elevator speech-ի բարեկամ, նաեւ պետք է հաշվի առնել եւ հարգանքով վերաբերվել մյուսներին, հա, այդ իվենթի մասնակից, որ նրանք էլ են հաստատ ցանկանալու շփում ունենալ այդ մարդու հետ եւ պետք է ժամանակը հարգես, կարճ բաց թողնես։ Ու նաեւ շատ կարեւոր է, որպեսզի այդ ժամանակ ոնց որ ասացի մարդիկ, որոնք որ աշխատում են այդ հատուկ հյուրերի հետ, դուք տեսնեք ովքեր են աշխատում եւ նրանց միջոցով գնաք եւ օրինակ հարցնեք, արդյոք կարող եմ մոտենալ, արդյոք ինքը բաց է հիմա զրույցի ժամանակ կամ զրույցից հետո կարող եմ նկարվել կամ չէ եւ այլն։ Երբ որ դուք դա չեք անում եւ արհամարում եք այդ թիմին ու միանգամից գնում եք, այդտեղ վատ վիճակում հայտնվելու հնարավորություն ավելի շատ է։ Ես կոնկրետ օրինակներ գիտեմ, որ չգիտեմ, մեկ եկավ խոսած, ասես դուք այսինքն ասես շնորհակալություն իհարկե, բայց ես այդ մարդը չեմ։ Ինքը չգիտեր ում էր մոտեցած, ինքը շփոթել էր հյուրերին, բայց որ երկար խոսում էր, մեկ ուրիշ եկավ, որ անուններ սխալ, որ տենց իրավիճակներ շատ է լինում, որ դուք պետք է ավելի կազմակերպված այդ ամեն ինչին մոտենալ, ոչ թե հախուռն, քաոտիկ, կոնկրետ իմանալ ինչ եք ուզում ասել, ու միջոցով դա կարող եք ասել, երբ կարող եք անել, ու դա լինի հակիրճ եւ կազմակերպված։ Ու այս համատեքստում նաեւ կուզեի մի փոքր խոսենք նաեւ մշակութային զգայունության մասին, որովհետեւ հաղորդակցության հատկապես ինչպես նշեցիք, երբ որ տարբեր մշակույթներից եկած թեկուզ VIP մարդիկ են կամ չգիտեմ, մարդիկ դու ես գնում այլ մշակույթ, չէ, պիտի իմանաս ինչպես հաղորդակցվել կամ այլ մարդիկ են մեզ մոտ գալիս որպես աշխատողներ կամ զբոսաշրջիկներ, այսինքն այս համատեքստում է մշակութային զգայունության համատեքստում ինչ ասել է հաղորդակցման էթիկա։ Անգլերով մի արտահայտություն կա, ասում when you are in Rome, do as the Romans do, այսինքն երբ որ Հռոմում ես, դες հռոմեացիները ոնց են ապրում, ինչ են անում, նույն կերպ էլ դու արա, եւ պարզ ասած, որ չես կարող հայտնվել մի միջավայրում ու ունենալ արդյունավետ շփում կամ հետաքրքիր կյանք կամ նվազագույն անվտանգ կյանք առանց հաշվի առնելու այդ երկրի մշակութային առանձնահատկությունները, ինչպես նաև երկրի կոնտեքստը ու մարդիկ իրար ինչ են, ոնց են շփվում, ինչ բառերն են ընդունելի, որ բառերը ընդունելի չի եւ այլն եւ այլն։ Եվ ես կարող եմ ասել, որ մեծ մասամբ օրինակ շատ հաջող օրինակներ եմ տեսել, որ մարդիկ օրինակ երբ որ գալիս են Հայաստան, միշտ փորձում են Հայաստանի մասին մի փոքր բան իմանալ կամ երբ որ գալիս են փորձում են հասկանալ օրինակ տեղացիները եթե այսպես են անում իրանք էլ այսպես անեն երբեմն իհարկե հասկանաս որ չափից շատ է այդ ամեն ինչը կամ իրականում կարծրատիպային պատկերացումներ ունեն մեր երկրի կամ չգիտեմ տեղացիների մասին բայց ընդհանուր առմամբ այո դա ես ինչպես նշեցի ոչ մենք նույնիսկ մենք ապրում ենք Հայաստանում չնայած փոքր երկիր է բայց մեր երկիրը բավական բազմաշերտ է տարբեր խմբեր կան տարբեր կոնցեպտներով ապրող մարդիկ կան այլ ուր մնաս դու գաս եւ բոլորին վերաբերվես նույն կերպ նույնիսկ մեր համար դա հա չգիտեմ մարտահրավերային է ու մնաց դրսից երբ որ գալիս ես ու մեր համար նույնպես երբ որ մենք գնում ենք ուրիշ տեղեր շատ կարեւոր է որպեսզի լինենք մի քիչ այսպես ասած ուսումնասիրենք, մի քիչ լինենք զգուշավոր ու ընդհանրապես ունենանք հատկություններ, որոնք որ միջազգայինորեն բոլոր տեղերում պետքա պահպանել, լինել պատասխանատու, կիրթ, էթիկա ունենալ, չլինել պաթոլոգիկ սուտասան Իրականում հաղորդակցման էթիկայի հետ կապված հարցերը շատ են ու բազմաշերտ, հատկապես հաշվի առնելով բազմաթիվ դրսևորումներ, ես կարծում եմ, որ եթե մենք բարոյականության սահմաններում հաղորդակցվեինք ամենատարբեր տիրույթներում, ապա կոնֆլիկտները, չհասկացվածությունը, խնդիրները զգալիորեն կպակասեին, բայց քանի որ ժամանակի խնդիր ունենք, այսքանով կավարտենք, ձեզ շատ շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ զրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար, հուսամ հետաքրքիր ստացվեց։